Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասան Խաչատուր Հունանյանը շարունակում է սոցիալական հարթակներում հրապարակել իր քաղցկեղի դեմ ուղղված պայքարի ու բուժման ընթացքից տեսանյութեր։ Հերթական անգամ դերասանը կիսվել է իր առողջական վիճակի մասին պատմությունով։ Առաջարկում ենք դիտել տեսանյութն առանց մեկնաբանության։ Ողջույն, իմ շատ սիրելի բարեկամներ, հետևորդներ, հուսամ բոլորդ լավ եք։ Բազմաթիվ SMS-ներ, հաղորդագրություններ ու ինստագրամյան մեսիջներ եմ ստանում իմ ոնց լինելու համար, ասեմ, որ լավ եմ զգում, ոչինչ, էֆեկտը կա Գերմանիայի բուժումներից հետո, ուսի շրջանում ցավերի անկում, շատ լավ է, քայլվածքս արդեն ոնց որ նորմալանում է գնալով, երբեմն ունեմ հոգնածություն, դե դրանք քիմիաներից է գալիս, բայց ընդհանուր առմամբ դեպի լավն է գնում, հուսանք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մի երկու խորհուրդ ունեմ տալու բոլորիդ, որ փորձեք իհարկե ինձ վրա աշխատում է դա։ Ուրեմն ամեն առավոտ inflammation-ը չգիտեմ ոնց բացատրեմ, ոնց որ ավելի օրգանիզմում ինչ-որ բորբոքված բաներ լինելու համար ինչ պետք է անել։ Նախ առավոտյան մենք հայերս որ արտանում ենք, ունենք կոֆե խմելու սովորություն, որը որ շատ վատ բան է, իհարկե հաճելի է, բայց ինքը շատ վատ բան է, որտեվ կոֆեն ու կոֆեինի հետ կապված ամեն ինչ դա թունավոր նյութ է ու արգելված է մեր օրգանիզմի համար։ Մարդկության համար կոֆեն շատ վատ բան է, ասեմ։ Շատ մարդիկ ասում են ինձ օգնում է, գլխացավս իջացնում է, չգիտեմ, ճնշումս բարձրանում է, ոչ եմ, այդպես բաներ են ասում, բայց ինքը ոչինչ չունի օգտակար, ասենց ասեմ։ Մեր օրգանիզմը ի ծնե արտադրում է կոֆեին եւ նաեւ արտադրում է նիկոտին։ Այսինքն մեզ ինչքան որ պետք է, մեր օրգանիզմը մեր համար արտադրում է, այսինքն մենք դրանից ավելի ինչ որ տալիս ենք մեր օրգանիզմին, դա վնասակար է։ Այդ մեկ։ Ուրեմն հաջորդ բանը, որ ուզում եմ ասեմ բոլորդ անեք, ուրեմն ճզում եք երկու հատ լիմոն առավոտյան, հենց արտանում եք առանց ոչ իմանի։ Ու վրան ավելացնում եք կես թիսպուն, այսինքն թեյ գթալի կեսով կամ մի քիչ ավել սոդիում բայկարբոնատ, տենց է կոչվում, սոդիում բայկարբոնատ։ Ես հետագայում ցույց կտամ ձեզ, եթե ինչ-որ մեկ ուզում է իմանա ինչ է դա, ես կուղարկեմ ձեզ նկարը, Amazon-ում կա, կարող եք օրդեր անել եւ այդ ամեն ինչը խառնում եք իրար, 2 լիմոն եւ 1 թեյ գթալից քիչ սոդիում բայկարբոնատ խառնում եք, փրփռում է ինքը, հետո հենց փրփուրը իջնում է, միանգամից խմում եք, ոնց որ օղին եք խմում։ Ու դրանից հետո արդեն մի 15-20 րոպե հետո անցնում եք ձեր ռեգուլար կյանքին, նախաճաշում եք, մյուս, իհարկե բացառում եք կոֆեն, ես խորհուրդ չեմ տա, որ դուք կոֆե խմեք, այդ շատ վատ բան է։ Ուրեմն ինչ է անում այս լիմոնն ու սոդիումը։ Ալկալային հասկացողություն կա, որը որ պարզ ջուրն է իր բոլոր բակտերիաներով, այսինքն լիմոնը ունի իր մեջ շատ մեծ ֆիլտրացման ինչ որ մի հատ գործոն ունի, որը որ ապացուցված է, որ սոդիումի հետ խառնելու ընթացքում ձեր ամբողջ օրվա հետոյի խմած ջուրը դառնում է հենց այդ ալկալային ջուրը, այսինքն դուք նորմալ ջուր եք խմում, բայց քանզի ձեր օրգանիզմում կա 2 լիմոնը եւ այդ սոդիումը, ինքը սարքում է մեծ շատ լավ բան ու ասեմ, օրվա մեջ ունեն մեկ լավ էներգիա, բնականաբար ձեր տրակվի կլետկեք բան, այդ մետաստազներ, եթե ինչ-որ մարդիկ ունեն եւ այլն, դա նպաստում է դրանց նվազեցմանը եւ նաեւ ոչնչացմանը, հենց որ այդ մոտ բարի խորհուրդ ձեր բոլորի համար։ Իսկ ընդհանուր առմամբ իմ առողջական վիճակը դեպի լավն է գնում, հուսանք ամեն ինչ լավ կլինի, ես արդեն մտածում եմ ինչ-որ պրոյեկտների մասին եւ այլն, այսինքն ուզում եմ ասնեմ իմ ստանդարտ կյանքին, բայց իհարկե դրա համար վաղ է դեռ խոսալը, որովհետեւ փետրվարին գնալու եմ Գերմանիա հերթական ստուգումներին, Աստված տա ոչ մի բան չլինի, ոչ մի լուրջ բան չլինի, այսինքն ինչ-որ բան չի, բայց կարող է եւ լինեն, չգիտենք դրա մասին։ Այցս կլինի 7 օրով, բայց դեռևս պլանավորված է 7 օրով։ Եթե ինչ-որ բան ծագեց արանքում, կերկարի մնալ այնտեղ եւ կշարունակի բուժումներ։ Էս էլ էս մասով, հաջորդը։ Շատ նամակներ եք գրում, որ ստորիներ չեք անում, ձեր առողջական վիճակը ոնց է, հիմնական նպատակը սա էր, որ
տեղակ պայեց ես, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Ամեն ինչ նորմալ է, ես ինչպես միշտ պոզիտիվ եմ մտածում, վատ մտքեր չկան, նեգատիվ մարդկանցից փորձում հեռու մնալ, ինչքան հնարավոր է անտեսել, իհարկե նրանք միշտ կան մեր առօրյայում եւ այլն, բայց որ ասում արդեն ուշադրություն չենք դարձնում այդպես բաներին, մտածում ենք միայն լավը։ Աղոթում ենք Աստծուն, խմում ենք տեղերը ժամանակին, հավատը չենք կորցնում, քայլում ենք առաջ եւ միայն առաջ։ Հետ նայելու ժամանակ չկա։ Կյանքը իրականում շատ կարճ է ու մենք չպետք է մեր ժամանակը վատնենք հիմարների եւ հիմար բաների վրա։ Նենց որ դուք եղեք պոզիտիվ, մտածեք լավ, տրամադրվեք դեպի լավը ու ձեր կյանքում ամեն ինչ կստացվի։ Սիրում եմ բոլորիդ շատ։ Կոմենտներում գրեք, տեսնեմ դուք ոնց եք։ Ողջույն բոլորիդ։ Ջերմագին ողջույններս իմ հետևորդներին, ընկերներին, բոլորիդ։ Հուսամ լավ եք բոլորդ։ Ես այսպես ասած ռեպորտաժ եմ նախապատրաստում այն ժամանակ, երբ որ հարցերը շատանում են, ասում ապացով ապետում եմ, ասում ինչ է կատարում։ Ամեն ինձ մնաց երկու ճարագայք, մեկը կլինի ուրբաթող առավոտյան, մեկը ֆրան առավոտյան, մերի մնացած 40 այս պահին, և հաջորդը կլինի 11 սեփուշակի դրանով կավարտենք, որսի 11-ին կոնսուլտացիա պրոցեսի հետ, որպեսզի ճշտური օրենքների ինձ գարունական ու ամսի 12-ին հետ ենք մեկնում Լոս Անջելես, որտեղ կարևոր պրոցեդուրաները ավարտված են։ Մնում է քիմիոթերապիայի դեղերը խմել, որոնք ասում շատ ցավոտ դեղեր են, ռադիացիայի ու քիմիոթերապիայի դեղերի հետ մեկտեղ շատ ուժեղ ցավեր ունեմ, բայց դա ցավերը նորմալ է, որ սենց եմ տանում, մի քիչ ես դոշիս հատվածում ցավեր կա, ոնց որ չհերիքի շունչս, ողնաշարիս հատվածում կա ցավեր։ Իհարկե սրանք ժամանակավոր բաներ են, ինչի մեջով որ մենք անցնում ենք։ Եվ հետո բոլորը հարց կտան, թե ինչ եղավ լավ այսքանից հետո, ասեմ, որ այս ամեն ինչ երբ որ անում ես, ինքը 3 ամիս հետո նոր կարաս MRI անցնես, նորից ինչ-որ մի բան, որպեսզի էֆեկտիվությունը հասկանան ինչա կատարվել, ճշգրիտ նկարները ստանում են 3 ամիս հետո, կուրսը վերջացնելուց հետո, հենց որ փետրվար ամիսը հենց այդ ամիսն է, որտեղ որ պետք է հետ գամ, նորից ստուգեն ու հասկանան որտեղից ինչա վերացել, որտեղ ինչա մնացել եւ եթե կարիք կա հետագա բուժումների նորից մնալ ու անցնել այս նույն process-ների մեջով այնքան ժամանակ, մինչեւ որ կարողանանք հաղթահարենք այս չարաբաստիկ հիվանդությունը։ Ու ընդհանուր առմամբ տրամադրությունները լավ են, չհաշված ցավերը, ոչինչ պետք է լինի, չենք ընկճվում, ինչպես ասում են բոլորը։ Ուրիշ ճանապարհ չկա, պետք է գնանք առաջ, պետք է հաղթենք։ Ես էլի ձեր աղոթներին կսպասեմ, ես գիտեմ բոլորդ աղոթում եք իմ համար, շատ կարևոր է դա, այդ էներգիան ես ստանում եմ ձեզ բոլորից հետ։ Նաև այն մարդկանցից, ովքեր ֆինանսական աջակցություններ են ցույց տալիս, ես իրականում հատ առ հատ բոլորից հետ շնորհակալ եմ ու Աստված օրհնի ձեզ բոլորիդ։ Ինչ ասեմ, լավ տրամադրվենք, լավ լինենք, հաջորդը արդեն կհասկանանք, թե ինչա լինում մնացածը։ Այսքան բան։ Սիրում եմ բոլորիդ։